Երբ որ աղիքի եւ ուղեղի նորմալ փոխազդեցությունը ինչ որտեղ խաթարվում է եւ խանգարվում է աղիքների աշխատանքը, այսինքն կծկողականությունը աղիքների, ինչպես նաեւ զգայունությունը աղիքի աշխատանքի հանդեպ ուղեղի կողմից։ Այս խանգարումներից մեկը արտահայտվում է գրգռված աղիքի համախտանիշով։ Այսինքն վտանգավոր հիվանդության հետ գործ չունենք ըստ էության։ Այ վտանգավոր բառը շատ տարբեր ձևով կարելի է մեկնաբանել։ Բժշկի տեսակետից վտանգավոր նշանակում է, որ եթե այս վիճակը կամ հիվանդությունը չի ազդում կյանքի տևողության վրա, չի առաջացնում հաշմանդամություն, մահացու բարդություններ, ուրեմն այն վտանգավոր չէ բժշկի տեսակետից։ Եվ գրգռված աղիքի համախտանիշը հենց այդպիսին է։ Այս հիվանդությունը չի բերում հաշմանդամության, չի կարճացնում կյանքը, սակայն ազդում է կյանքի որակի վրա։ Իսկ եկեք սրա վրա նայենք պացիենտի տեսանկյունից։ Պատկերացրեք մարդու, որը մշտական ունենում է ցավեր որովայնում, ինչպես դուք շատ ճիշտ նշեցիք, եւ աղիքի աշխատանքի խանգարում, այսինքն դա կարող է լինել ինչպես փորկապության ձևով, կամ փորկապության ձևով, կամ լուծի ձևով, կամ կան մարդիկ, որոնց մոտ երկուսն էլ մեկը մյուսին հերթագայում են, լուծը եւ փորկապությունը։ Ցավը կարող է լինել շատ ուժեղ։ Հիվանդները շատ տարբեր ձևով կարող են աննկարագրելի, թուլացնող, չոքացնող ցավ, բայց այդ ուժեղությունը չի արտացոլում մեր բժշկի տեսակետից իր վտանգավորությունը, բայց պացիենտի համար այդ ուժեղ ցավը, այն որ նա կարող է այդ օրը 20 անգամ գնալ զուգարան, ասենք, եւ լուծ ունենալ, եւ դա տառապանք է։ Այսինքն նա այդ օրը եւ այդպիսի օրերը հաճախ են կրկնվում տարվա ընթացքում, զրկվում է իր նորմալ կյանքը վարելու հնարավորություն